Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Կարո՞ղ է արդյոք երախտագիտությունը տագնապից ազատվելու միջոց լինել։ «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» Սիրելի՛ բարեկամ, դժգոհող ու տրտնջացող մտածելակերպից ազատվելու առաջին քայլը քո ունեցած ամեն ինչի համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։ Կարո՞ղ ես մի պահ դադար վերցնել, ժամանակ հատկացնել և սրտանց շնորհակալություն հայտնել Աստծուն։ Մտածե՞լ ես երբևէ, որ կարող ես տագնապներից և անհանգստություններից ազատվել պարզապես Աստծուց գոհանալով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո ով լինելու և Տեր Աստծու շնորհած բարիքների համար Աստծուն շնորհակալ լինելն առաջին և ամենակարևոր քայլն է, որովհետև հենց տագնապն անհետանա, հավատքդ ավելի ամուր կդառնա, իսկ հավատքով և հույսով լի սիրտը հաճեցնում է Աստծուն։ Ա Պետրոս 5.7 գրված է. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում»։ Սա Տեր Աստծու խոստումն է, Նրա օրենքը։ Եթե հայտնես կարիքներդ ու խնդիրներդ Նրան, Նա Իր ողորմությունն ու շնորհքը կտա քեզ։ Այլևս մի՛ անհանգստացիր և մի՛ մտահոգվիր։ Փոխարենը՝ սկսի՛ր գոհանալ և շնորհակալություն հայտնել Աստծուն։ Կարո՞ղ ենք միասին աղոթել այս կարճ աղոթքով. «Տեր Աստված, շնորհակալ եմ Քո զորավոր Խոսքի համար, որ լի է իմաստությամբ։ Հիմա գիտեմ, որ երախտագետ լինելը այն բանալին է, որ Դու տվել ես ինձ, որպեսզի ես ազատվեմ անհանգստությունից և կատարելապես խաղաղ լինեմ Քեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ ունեմ։ Շնորհակալ եմ, որ Դու, Տե՛ր, գիտես, թե ինչպիսի իրավիճակում եմ ես։ Գիտես իմ խնդիրների մասին և մշտապես ինձ համար հոգ ես տանում Քո անսահման բարությամբ, հավատարմությամբ ու համբերությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։